Տիկին Վարդանյան եւ պարոն Հակոբյանը հարցնել անկախ նրանից, որ դուք վիճակում եք արդյունքները եւ ասում եք, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա, դուք այնուամենայնիվ ընդունում եք ընտրության արդյունքները հաշվի առնելով ԿՊ-ի ձայները, մյուս երկու կուսակցությունների։ Ես կարծում եմ մենք առաջիկայում կանդրադառնանք նաև այդ հարցին եւ լրացուցիչ հնարավորություն կունենանք միասին քննարկելու ինչպես արդյունքների վերաբերյալ մեր դիրքորոշումը, այնպես էլ մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, հատկապես որ ես կարծում եմ այստեղ պետք է լինի ընդդիմադիր ուժերի միասնական մոտեցում։ Այս պահին մեր համար գերակա խնդիր է հանդիսանում տեր կանգնել մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի ձայնին։ Տեսեք, սա ինքնանպատակ չէ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հազարավոր, 100 հազարավոր հայրենակիցներ գնացել են ընտրությունների, լսելով մեր կոչը, լսելով մեր հորդորը, տեր կանգնել մեր երկրին եւ իրենց ձայնով որոշել երկրի ապագան։ Հետեւաբար այս պարագայում նրանցից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարեւոր է։ Եվ այս փուլում մենք լուծելու ենք այս խնդիրը։ Հետագայում կանդրադառնանք նաեւ ձեր կողմից բարձրացված հարցերին։ Ասացիք միասնական ընդդիմության դիրքորոշումն է կարևոր։ Այս բանի քննարկումներ կան ձեր մյուս գործընկերների ընդդիմադիր շրջանակների, կոնկրետ նաև այս նկարչության հետ կապված եւ ձեր որոշման վրա որքան են ազդելու ՀԱԿ-ի գործընկերների արձանագրումները, որոնք բազմաթիվ են, այդ թվում պետապարատի աշխատողների վրա ճնշումներ, հավաքների մասնակցելու հետ կապված խնդիրներ եւ այլն։ Մեր գործընկերների հետ, այո, ես նշեցի էլ այս անջրտությունների հետ կապված եւս ունենք կապ եւ այս պահին նաեւ քննարկում ենք համատեղ որոշակի ընտրատեղամասերում մեր եղած տվյալների եւ իրենց մոտ եղած տվյալների հարաբերակցությունը եւ այլն, հետեւաբար այս առումով, այսինքն կոնկրետ այս հարցի վերաբերյալ այս պահին գնում են քննարկումներ։ Մնացած հարցերի շուրջ կարծում եմ քննարկումները առաջիկայում տեղի կունենան եւ դուք կունենաք հնարավորություն այդ մասին տեղեկանալու։ Ինչ վերաբերում է ՀԱԿ ժմիգին եւ նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելությանը, ինչպես նաեւ մենք տեսանք, որ արձագանքներ տեղի եղան Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինձ համար զարմանալիորեն դիտորդական առաքելություն ունեցող կազմակերպությունները ուրեմն ականջալուր եղան մեր կողմից բարձրացված հարցերին, որովհետեւ եթե նայում եք նրանց ձևակերպումները, ապա այնտեղ կտեսնեք բազմաթիվ ձևակերպումներ, որոնք պարբերաբար հնչեցվել են իմ կողմից հրապարակայնորեն, ինչպես նաեւ ոչ հրապարակայնորեն իրենց պարբերաբար այսպես նամակներով եւ զանգերով խեղդելու արդյունքում։ ՀԱԿ ժմիգը այո արդարացիորեն նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական process-ը եւ ընտրական process-ը ընթացել են ուրեմն բռնաճնշումների կամ ավելի ճիշտ քրեական հետապնդումների արդյունքում զուգորդվել են քրեական հետապնդումներով, ինչպես նաեւ բազմաթիվ ձերբակալություններով եւ կալանավորումներով, արձանագրել են նաեւ բևեռացումը, որ արկա է այսօր, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում զեկույցը նաեւ մեզ հնարավորություն կտա հենվելով զեկույցի վրա որոշել նաեւ ընտրության արդյունքների հետ կապված ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն։